Հունիսի 7-ի համապետական ընտրությանը մասնակցելու համար կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացնում առաջադրման փաստաթղթերը։ Առաջադրման հայտը ԿԸՀ է հանձնում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, քաղաքական ուժը ընտրությունների է գնում Առաջարկ Հայաստանին ծրագրով։ ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հանձնաժողովի անդամների ու քաղաքական ուժի ներկայացուցիչների հետ ուսումնասիրում է փաստաթղթերը, ստուգում ամբողջականությունն ու ճշգրտությունը։ Ընտրական օրենսգրքի համաձայն առաջադրման հայտերը ներկայացնելու ժամկետը 10 օր է, ապրիլի 13-ից 23-ը։ Հանձնաժողովի քարտուղարի խոսքով դեռ երկու ուժ է ներկայացրել՝ ՔՊ-ն եւ ԲՀԿ-ն։ Ընթացակարգի հետ կապված բոլոր փոփոխությունների մասին քաղաքական ուժերին նախապես տեղեկացրել են։ Կուսակցությունները պարտավորություն ունեն հերթական ազգային ժողովի ընտրությունների դեպքում համագումար գումարել եւ համագումարը պետք է հաստատի ընտրական ցուցակի առաջին 30 թեկնածուներին եւ նրանց հերթական համարները։ ԲՀԿ նախընտրական ցուցակում 107 թեկնածու կա։ Առաջին համարը կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանն է։ Մեր փաթեթում ներգրավված են 107 թեկնածուներ, որոնցից 3-ը ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ են, Եզդի, Ռուս եւ Ասորի համայնքի ներկայացուցիչներ են։ Մենք այս ընտրություններին Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս ընտրություններին, ինչպես գիտեք, ավելի վաղ հայտարարել էինք, որ մասնակցում ենք Առաջարկ Հայաստանին ծրագրով։ Սա մի ծրագիր է, որտեղ ամիսների ընթացքում ամենատարբեր ոլորտների հեղինակավոր ներկայացուցիչներ, մասնագետներ, ինչպես նաև մեր 100 հազարավոր հայրենակիցներ հանդես են եկել տարբեր ոլորտների հետ կապված իրենց առաջարկներով։ Ամիսների ընթացքում մասնագետների խումբը հավաքագրել, գույքագրել է այս բոլոր առաջարկները եւ մեր նախընտրական ծրագրում զետեղված են հենց հիմնական այդ խնդիրների լուծման ուղիներն ու ճանապարհները։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այս ընտրություններին մասնակցում է երաշխավորված խաղաղություն Բարգավաճ Հայաստան կարգախոսով եւ մեր նախընտրական ծրագիրը հիմնականում 10 կետերից է բաղկացած, որոնք ամենասկզբունքային եւ առանցքային խնդիրների լուծմանն են ուղղված լինելու։ Յուրաքանչյուր քվե կարող է որոշիչ լինել։ Երկրի ապագան քաղաքացու ձեռքում է։ Տոնոյանը մեր հայրենակիցներին կոչ է անում հունիսի 7-ին գնալ տեղամաս։ Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ այս ընտրությունները իրականում կարևորագույն նշանակություն ունեն եւ հունիսի 7-ին իրապես հայ ժողովուրդը պետք է ընտրություն կատարի երաշխավորված խաղաղության թե շարունակական զիջումների մեջ, համերաշխության թե պառակտման մեջ։ Մենք գնում ենք այս հարցերի պատասխանները գտնելու եւ այս հարցերի լուծման ուղիների նախանշման ճանապարհով։ Ես ուզում եմ ընձեռված հնարավորությունից օգտվելով մեր բոլոր հայրենակիցներին կոչ անել լինել շատ ակտիվ, ունենալ շատ ակտիվ մասնակցություն հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին, որովհետև նրանցից յուրաքանչյուրի քվեն եւ նրանցից յուրաքանչյուրի ձայնը իրապես կարող է ճակատագրական լինել մեր երկրի, մեր ապագայի կերտման գործընթացում։ Արթուր Հակոբյան, Հարություն Հովսեփյան, Էպիկենտրոն։